Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 25։ Եվ նրան ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծո հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են մարդու որդու վրա։ Հովհաննես 1:51 խոսք։ Այո, մեր հավատքի համար այս տեսարանը նույնիսկ այսօր էլ հստակ է։ Մենք տեսնում ենք, որ երկինքը բացված է։ Տեր Հիսուսն ինքը բացել է այդ արքայությունը բոլոր հավատացյալների համար։ Մենք հայացք ենք նետում այդ խորհրդավորության և փառքի վայրին, որովհետև նա այն հայտնեց մեզ, և շուտով մենք էլ կմտնենք այնտեղ, որովհետև նա է ճանապարհը։ Այժմ մենք տեսնում ենք Հակոբի սանդուղքի բացատրությունը։ Երկրի և երկնքի միջև կա սուրբ հաղորդակցություն։ Աղոթքները բարձրանում են վեր, իսկ պատասխանները իջնում են ներքև Տեր Հիսուսի միջոցով, ով միջնորդն է։ Մենք տեսնում ենք այդ սանդուղքը, երբ տեսնում ենք մեր Տիրոջը։ Նրա մեջ լույսի մի սանդուղք է բացվել, որն այժմ հստակ ճանապարհ է ապահովում դեպի Բարձրյալի գահը։ Եկեք օգտվենք դրանից և մեր աղոթքների պատգամաբերներին ուղարկենք այդ ճանապարհով դեպի վեր։ Մենք ինքներս էլ կապրենք հրեշտակային կյանքով, եթե բարեխոսական աղոթքով բարձրանանք դեպի երկինք, ձեռք բերենք ուխտի օրհնությունները և ապա կրկին իջնենք այդ պարգևները մարդկանց որդիների միջև բաշխելու համար։ Այդ ընտիր տեսարանը, որը Հակոբը միայն երազում տեսավ, մենք կվերածենք պայծառ իրականության։ Հենց այսօրվանից մենք ամեն ժամ վեր ու վար կլինենք այդ սանդուղքով, բարձրանալով Աստծո հետ հաղորդակցության մեջ և իջնելով ծառայելու և մարդկանց փրկության ճանապարհին օգնելու համար։ Սա քո խոստումն է, ով Տեր Հիսուս։ Թող որ մենք ուրախությամբ տեսնենք դրա իրականացումը։